Կլանով մեքենաներ, Ղարաբաղից տերորիստներ, ազնիվ չէ, անբարոյականությունն է։ Ղարաբաղի տերորից այսօր չպետք է վախենալ, Ղարաբաղը տերորի կարիք չունի։ Ղարաբաղից պիտի վախենալ այն օրը, երբ որ 250,000 մատ անտուն, անօթևան, վիրավորված, զինված կլցվի Երևան։ Բայց ամեն ինչ անելու ենք, որ մաշեցնելու ենք, մինչև փոք։ Եվ այդ փոխումը հեղեղի պես կգշի, թացն ու չորը միասին կտանի։ Այսինքն այդ փոխումը կարող է լինի նոր հոկտեմբերի 27-ը, եւ դա կարող է հետևանքները մեզ համար լավ չլինի, հետևանքները, բայց ակտը կլինի սրբուչած սրբոց։ Մեղրի փոխանակման առաջարկը եղել է Ալիևի կողմից։ Ինքն էր այդ առաջարկը արել։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը գաղտնազերծել է դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են 90-ականների վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը համաձայնության են եկել լուծել Ղարաբաղյան հարցը տարածքների փոխանակմամբ, Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Մի բան ակնհայտ է, որ մենք մի լուրջ կորուստ ունեցել ենք։ Լեռնային Ղարաբաղը իրոք դուրս է մղվել բանակցային process-ից եւ դա տեղի է ունեցել ուրեմն 90-ականների վերջին, կարելի ասել, ես կարծում եմ, որ դա շատ լուրջ հարված է հայկական կողմին եւ 2002 թվականին ստորագրվեց Գույք պարտքի դիմաց պայմանագիրը, որով ընդամենը 98 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց Մարս գործարանը, կառավարման ավտոմատացված համակարգերի ինստիտուտը, Մերգելյան ինստիտուտը, նյութաբանության արտադրական եւ գիտահետազոտական ձեռնարկությունը, ինչպես նաեւ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը։ 2003 թվականին ռուսական պետական Ինտերրաոյեսի հավատարմագրային կառավարմանը հանձնվեց հայկական ատոմակայանը։ Այնուհետև 2006 թվականին գազի գինը չնչին չափով չբարձրանալու դիմաց հայ-ռուս գազատին հանձնվեց Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 5-րդ էներգաբլոկը։ Նույն 2006-ին ռուսական կողմի պահանջով կրճատվեց Իրան-Հայաստան կառուցվելիք գազատարի տրամաչափը 1420 մմ-ից դարձավ 700 մմ։ Ընդ որում 2008-ին անգամ այդ փոքր տրամաչափով գազատարը հանձնվեց հայ-ռուս գազատին։ Նույն 2008 թվականին ռուսական երկաթուղու հավատարմագրային կառավարմանը հանձնվեց հայկական երկաթուղին։ Արդյունքում Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքը հայտնվեց Ռուսաստանից էական կախվածության մեջ։ 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի ժողովրդավարությունը կրեց այդ պահի ամենադաժան փորձությունը։ Իշխանությունը Բաղրամյան պողոտայում շրջափակեց Ռոբերտ Քոչարյանի հեռացումը պահանջող հազարավոր անպաշտպան ցուցարարներին եւ հարձակվեց նրանց վրա էլեկտրաշոկերով, ռետինի մահակներով, ջրցան մեքենաներով, մետաղյա բեկորներով կցված պայթուցիկներով։ Երևանի փողոցերում մի մասնակցեք այդ process-ներին։ Հարիտ չեղարաբաղցիներին։ Ամբողջ հայությունը կանգնել է մեր կողքը։ Ձեր կողքը լինելով Երևանում ամեն ինչ արել են ձեզ համար։ Կրել են զրկանքներ, շարունակում են կրել զրկանքներ։ Գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ։ Այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հաթաթողներ կայացնել իրենց տղաների, իրենց եղբայրների, իրենց մասնակցությունը, մինոկողից զենքը ձեռին փախնում, որպեսզի չգնային առաջնագից։ Ինչպես են թողնում դիրքերը շատ-շատերը։ Արցախյան, նույն մեր գյուղերի բնակիչները, որոնք աշխարհազորը գտնում էին այդ դիրքերում։ Մեղավոր ենք բոլորս։ Զորքին թողել եք մենակ։ 18 տարեկաններին թողել եք մենակ։